ներսի հավատքով եթե չի քո հավատը, ներսի երևույթով ես դու արտաքնապես ցուցադրում ես հավատացյալ, դու դեռ հիմքի վրա հաստատված չես, վենի վրա հաստատված չես, այլ ավազը քոնը։ Ու խնդիրներ ես ունենում, կարանում է շատ հանգիստ, արտաքնապես է դրանց քրիստոնեությունը, եւ արտաքնից այն կողմ քրիստոնեությունը դրանց համար սպառված է։ Քրիստոնեությունը դնում են արտաքնապես, արտաքին հավատով, եւ դրանք դեպքում էլ բան չեն դնում։ Որտեւ այսպես պիտի Աստծուն հաճեսնենք, եւ հետո ոչ մի բան, դա ապրի։ Ու ինքան տկարություններ են վերապրում։ Քրիստոնեությունը արտաքինն է, հոգին մաքուր պահելն է, ես որ արտաքնապես մաքուր եմ, ներսել ասել, բայց ներսը բոլորի ուրիշ բան ասում։ Ու գնաց լիքը տկարության խնդիրները շարասյունով այդտեղ կոտրում ատոյալ անձին։ Ու տվյալ անձը անգամ եկեղեցում տարիներ միջև իր կյանքի վեր եկեղեցում մնում է, բայց նա տկարացած է մնում, նա պարտված է միշտ, որտեղ նրա հավատը նա ձևավորված է արտաքին կերպարի վրա։ Ես այսպեսին եմ ասում հաճել եմ եւ բավարար է դա։ Ոչ։ Աստուն բավարար է քո ներսը խոնարհվի, որտեղ խոնարհությունը դա հեշտան չի։ Ամեն մարդու չի կարող խոնարհվի։ Դա խոնարհությունը դա շնորհ է։ Խոնարհություն պիտի հասկանաս, թե քո խոնարհության չափ ինչքան պիտի լինի։ Որպես կերպարային հավատացյալ լավ էլ խորհուրդ է, լավ էլ գոռոզ են լինում։ Ընդունում են, որ իրանք մեղքի աշխարհ կա իրանց մեջ, սակայն նման մեղքի աշխարհը սաստել հնարավոր չի արտաքին երևույթով կասեցնել այդ մեղքի բնույթը մարդու մեջ։ Ո՞վ է արտաքին բնույթով կասեցրել իր ներսի մեղքերը։ Ոչ ոք, ավելի բարդացել են, որովհետև նրանց հավատքը ներսը չի փոխել, այլ դուրսը։ Արտաքինն է փոխել, դրա համար խնդիրներ են ունենում տարիներով ամբողջ կյանքում։